մի տեսակ ափսոս է, որ մարդը խմում է դեղ ու չի խմում դեղ այն դոզայով, որ ինքը հասնի իր թիրախին, որտեվ եթե խմում ենք դեղ, խմենք այն դոզայով, որ հասնենք անվտանգ թվերի, որ ստայնտը չփակվի, մնացած անոթները չփակվեն, այսինքն արդյունավետ լինի մեր արած գործը։ Միանշանակ համամիտ եմ քեզ հետ հարցում, ամեն ինչ կամ ոչինչ, այսինքն կիսատ անհիմն նշանակումները կարող են էլ ավելի վատացնել, իսկ որտեղ մենք ոչինչ չգիտենք։ Ունենում ենք օրինակ ընտանեկան հիպերխոլեստերինեմիա կասկածով երիտասարդներ, ովքեր ունենում են այդ ցխելը վատ խոլեստերին կոչված է 7, 8 եւ բարձր, իրենք ստանում են շատ sense սիմվոլիկ դեղաչափեր, շատ սիմվոլիկ, ու իջնում են դիցուկ 5-ի 6-ի։ Դա հավասարը ոչ մի բան, այդ իլյուզիա է, բուժում անելու, այդ իրական ոչ մեկին մենք չենք բուժում, որովհետեւ հստակ կան խորհուրդները հանձնարարականները, իջնել կիսով չափ 50%-ով, հետո ձգտել, եթե օրինակ կա ընտանեկան հիպերխոլեստերինեմիա կասկած 1/8-ի, որքան էլ որ դա դժվար է։